Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչի համար եք եկել այսօր Ինչի համար ես բոլոր ժողովուրդ են եկել, պետական միջոցառումը հրավեր ստացել ենք եկել։ Երբ եք ստացել հրավերը։ Դենց հստակ չեմ հիշում, մոտ 3 շաբաթ։ Իսկ ինչ է նշված, ինչի համար եք հրավիրել։ Պետական ծառայողների համաժողով է կոչվում, վարչապետը պետք է ելույթ ունենա, հետո պանելային քննարկում պետք է լինի, փոխվարչապետերը ներկա պետք է լինեն իմ իմանալով, երկրի նախագահը։ Ունից երևի թե 1-2 երաշտական համարներ կլինեն ու այս ձևը էլի օրակարգը գրված։ Երբ է նման միջոցառում եղել է, դուք հիշում եք։ Անկեղծ ասած չեմ հիշում, հա, բայց ինքը գովելի է այն իմաստով, որ պետական ողջ համակարգը արժանանում է երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրությանը եւ ինտերակտիվ կապը այս նման միջոցառման միջոցով կառավարման համակարգի բոլոր շերտերի հետ մեծանում է իմ կարծիքով։ Պարոն Մեսրոպյան, հետի թեմային էլի անդրադառնանք Նարեկ Կարապետյանը արձագանքել է ձեր հայտարարությանը, որ այդ սերվերները ջնջվել էր, այդ ընթացքում նշել էր, որ դա վերականգնվել է եւ հակադարձել է ըստ էության ձեզ ինչպես կմեկնաբանեք։ Չեմ մեկնաբանի, որովհետև ես ասել եմ այնինչ ասել եմ եւ ես իմ ասացի տերն եմ։ Իմիթե իմ ամեն մի խոսքից հետո Նարեկ Կարապետյանը կամ մյուս մեծի նախկին գործընկերները ինչպես կարձագանքեն, դա իրենց իրավունքն է եւ իրենց գործն է, բայց ես իմ ասածների համար պատասխանատու եմ։ Առաջիկայում կապրենք կտեսնենք, ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում, ով է մարդկանց մոլորեցնելու օրակարգով հանդես գալի, ով է ռեալ պետության մասին եւ իրական սակագնի մասին մտածում։ Ժամանակը ցույց կտա։ Իրական սակագնի հետ կապված իրենց առաջարկը ներժվել է փաստացի էժանացի։ Այդ մասին արգելի գործընկեր, ես բազմիցս արդեն մանրամասը խոսել եմ։ Հիմա մի քիչ ժամանակի սղություն ունենք այս պահին, բայց եթե զգամ, որ նորից անհրաժեշտություն կա, չեմ զլանա նորից այդ մասին կանրադառնամ, բայց ինքը բան է էլի, այտենց ասենք իրենց առաջարկությունը շատ թույլ եւ շատ տենց մանիպուլյացիոն առաջարկություն է այդ մասին խոսել եմ, հա ջան։ Էժանացնելն է մանիպուլատիվ։ 0.2 դրամ, որը որ ամսվա կտրվածքով ընդամենը 40 դրամ կամ 50 դրամ ազդեցություն պետք է ունենա միջին ընտանիքի համար հայկական եւ նաեւ ստեղ միայն գումարի մասը չի խնդիրը։ Մենք չենք կարող սակագները տարվա կեսից ինքնանպատակ ինչ որ մեկի կմահաճություններից ելնելով իջացնել։ Մենք այդ բազմագործոն գումարելի է սակագինը եւ տարվա վերջում ենք ամփոփում սակագները, երբ որ հասկանում ենք բոլոր գործոնները ինչպիսի ազդեցություն են ունենալու, որպեսզի հասկանանք մենք կարող ենք այդ սակագինը իջացնել, իջացնելուց հետո կարող ենք 1, 2, 3 տարի այդ սակագինը պահել, ոչ թե 6 ամիսը մեկ սակագին իջացնենք, բարձրացնենք, ազգաբնակչության էլ մեկ այլ ծանր հոգեկան վիճակի մեջ դնենք։ Պարոն Մեսրոպյան, մի ճիշտ հարց է, հա, այստեղ մասնակիցներից խոսում են, որ օրակարգում նաև 4 հանրապետության հարցն է նարկվելու, խոսել այդ մասին։ Տեղակ չեմ։ Առհասարակ ձեր կարծիք հա, քանի որ այդ մասին մի քանի անգամ հետո Փաշինյանն է խոսել։ Դուք իսում եք այդ 4 հանրապետության տեսակետը Փաշինյանը։ Շատ քաղաքական հարց եք տալիս, հարգելի լրագրող, ես այտենց կաշկանդված եմ նաև իմ պաշտոնի անձնագրով նման հարցերի պատասխանելու, կլսեմ, կհասկանամ, որպես քաղաքացի կարծիքս կկազմեմ, բայց այս պահին այդ մասով տեղեկացված չեմ, միգուցե եթե խոսում են, եթե առաջարկում են, կա է դրա երևի օբյեկտիվ անհրաժեշտությունը, պետք է մենք հասկանանք էլի մինչև վերջ։ Այսինքն մինչև վերջ չեք հետևել հայտարարություններին, որ 3-րդ հանրապետության չփակում են, 3-րդ հանրապետությունը ինչի խորհրդանիշ էր, 4-րդ հանրապետությունից փակում։ Նույնպես եմ կրկնում, քաղաքական հարց եք տալի, քաղաքական հարցերին թույլ տվեք չպատասխանել։ Դուք կարծում եք, որ խաղաղությունը արդեն հաստատված է։ Դե ֆակտո հաստատված է, բայց խաղաղությունը դա այն գործընթացը չի, որ մեկ գործողությամբ կարելի է դրան հասնել։ Դա գործողությունների տևական հերթականություն է եւ ենթադրում է ժամանակ եւ ջանքեր։ Այս հավաքագրությունների հետ դուք կապում եք։ Բացարձակ։ Պարոն Մեսրոպյան, ուշ միացանք, օրակարգում ինչ հարցեր են լինելու։ Կրկնել եմ էլի արդեն